Սիրելի երեխաներ, այսօրվա մեր մաթեմատիկայի թեման, մաս եւ ամբողջ թեման է, մեր դասի նպատակն է ձևավորել ամբողջի մասի, կոտորակի մասի նախնական գիտելիքներ եւ մեր վերջնարդյունքն է առանձնացնի պատկերի տրված մասը։ Նախ եկեք հասկանանք, ինչ եք հասկանում ամբողջ ասելու։ Գնացինք ամբողջ ասելու, ինչ եք հասկանում երեխեք ջան։ Բարձրացրեք ձեռք, ասա նայեք։ Ամբողջ ասելով ես հասկանում եմ բոլորը։ Բոլորը, միասին։ Օրինակ, ինչի ամբողջը։ Գնացինք։ Ինչի ամբողջ օրինակ։ Ինչի ամբողջը։ Կանգնեք եւ ասա։ Ամբողջ մասը։ Բանջարեղենի ամբողջ մասը, որ տնային եմ տալիս, դաս եմ տալիս, ինչ եմ ասում։ Գրքի, էջի ամբողջ մասը, էլ ինչ մաս գիտեք ամբողջ, ակտիվ ենք մասնակցում բոլորը։ Լավ, իսկ ձեր գործիքով, դա ինչ է մասը, այդ մասը ամբողջի մեջ մտնում է, թե չէ երեխաներ։ Այո, այսինքն ամբողջը ինչերից է կազմված։ Մասերից է կազմված, չէ՞։ Այդ օրինակ Նարին նշեց ակնոցը երկու ապակի ունի։ Այսինքն քանի մասից է ակնոցը, երկու մասից է բաղկացած, չէ՞ երեխաներ։ Այսպիսի մի ժողովուրդը հորինել է մի այսպիսի բան, ասում է նարինջը ինչու է մասերի բաժանված։ Գիտեք ինչու է մասերի բաժանված, նարինջը մասերի է, չէ՞ բաժանված։ Հիմա նարինջը հեշտությամբ ընկերներին մասերով կբաժանեք, թե խնձորը։ Ահա, տեսեք, ինչու նարինջը կարող եք շատ ընկերների բաժանել։ Մեկ խնդրում եմ ձեռքով, ասա Սուսի։ Կարող եք։ Այսինքն նարնջի մեջ կան առանձին մասեր, չէ՞ երեխաներ։ Այսինքն մենք հասկացանք, որ ամբողջը կազմված է մասերից։ Հիմա դե եկեք ուսումնասիրենք մասերը։ Ամբողջ թեման ենք այսօր ուսումնասիրում։ Երեխաներ, կարող եք ասել, այս թվերի շարքը ո՞ր թվերն է։ Ինչ է կոչվում այս թվերը։ 1, 2, 15, 100-ը, ապա Նարեկ ջան, քեզ եմ լսում։ Այս թվերը կոչվում են բնական թվեր։ Այո, բնական թվերը ո՞ր թվից են սկսվում։ 1-ից են սկսվում եւ անվերջ են, չէ՞ երեխաներ։ Բայց ձեր կարծիքով, բացի այս բնական թվերից, այլ թվեր չկան երեխաներ։ Ահա, բացի այս թվերից կան նաեւ այլ թվեր։ Ինչպիսի թվեր դուք գիտեք, օրինակ։ Այս թվերի շարքում, ինչ օրակային թվեր գիտեք երեխաներ։ Մասերով թվեր գիտեք։ Ահա, հիմա նայեք, սիրում ենք մասերը, տեսեք, այստեղ հիմա մենք ինչ ենք տեսնում։ Ամբողջական է խնձորը, թե մասերը։ Մեկ ամբողջ խնձոր ենք տեսնում։ Այս խնձորը ինչ ենք արել մենք երեխաներ։ Ինչպիսի մասերի պետք է անպայման շեշտել։ Այս խնձորը կիսել է երկու հավասար մասի։ Երեխաներ, մենք ընդհանրապես որպես բաժանման գիծ բաժանում մենք վերցրել ենք երկու կետերը, չէ՞։ Բաժանել ենք, խնձորը բաժանել ենք երկու մասի։ Իսկ հիմա սա այս գիծն է կոչվում բաժանման գիծ եւ կոչվում է կոտորակի գիծ։ Այսինքն մենք խնձորը բաժանել ենք երկու մասի, ներքևում գրում ենք այդ երկու թիվը, որպեսզի հասկանանք, որ այս խնձորը ունի երկու մաս։ Բայց քանի մաս ենք վերցրել։ Քանի մաս ենք վերցրել։ Մեկ մասը, դրա համար գրում ենք այսպես։ Կարդում ենք այսպես։ Մեկ երկրորդ։ Մեկը կոչվում է համարիչ, երկուսը կոչվում է հայտարար։ Կամ կարող ենք ասել, վերցրել ենք այդ խնձորի կեսը։ Ուրեմն, մեկ երկրորդ մաս, գրում ենք այսպես, մեկ երկրորդ մաս, կամ ասում ենք ինչ է երեխաներ։ Կեսը, խնձորի կեսը։ Այս երկուսը ինչ է ցույց տալի երեխաներ։
հավասար բառներ ասեք, երեխեք։ Քանի հավասար մասի է բաժանված։ Իսկ վերևի թիվն ինչ է ցույց տալիս։ Քանի մասն է վերցրել, չէ՞։ Այդ տեսեք։ Ինձ մոտ է գա, չէ՞, խմձոր։ Ես պետք է երկու մասի բաժանելիս, որ բառը պետք է օգտագործեմ պարտադիր։ Հավասար մասերի պետք է բաժանեմ, չէ՞ երեխաներ։ Այդ դուք տեսեք, ես բաժանեցի երկու հավասար մասի։ Եթե այս երկու հավասար մասերը միացնեմ, ինչ կստանա։ Ամբողջ։ Ինչ կստանա։ Ամբողջ։ Այսինքն հիմա սա էլ է կոչվում ամբողջի 1/3 մաս, սա էլ է կոչվում ամբողջի 1/2 մաս, չէ երեխաներ։ Իսկ նորից եկեք հասկանանք, ինչ ենք հասկանում 1/2 ասելով։ Բաժանել է երկու հավասար մասի, բայց վերցրել է 1 մասը։ Եվ ինչ է կոչվում այս 1 մասը։ 1/2։ Կամ խնձորի ինչը։ Կեսը։ Խնձորի կեսը։ Ապրեք դուք, շատ ապրեք։ Բաժանել 4 հավասար մասի։ Հավասար են, չէ՞ բոլոր մասերը։ Ձեր կարծիքով դուք եք ասելու, չեն գրում, ցույց չեն տալի։ Ինչ կկոչվի նրանի մասը։ 1/4։ 1/4։ Ապրեք դուք։ Կամ 4-ի 1-ին ինչ ենք ասում մի բառով։ 1/4։ Ապրեք, նաև ասում ենք 1/4։ Չէ՞ երեխաներ։ Հիմա այսպիսի քանի հավասար մասի է բաժանված։ 8 հավասար մասի է, չէ՞ բաժանված։ Վերցնենք մի մասը, արագ ասեք, ինչ կկոչվի։ 1/8։ Ինչու 1/8 երեխաներ։ Որովհետև բաժանել են 8 հավասար մասի, վերցրել են 1 մաս։ Հիմա վերցնենք 8 մասից 3 մասը։ Այս 3 մասը ինչ կկոչվի երեխաներ։ Վայ ապրեք դուք, շատ ապրեք։ 3/8 ինչ է նշանակում 3/8։ Նախ ինչպես կգրվի 3/8-ը։ Բաժանել ենք, սա բաժանման գիծ է, չէ՞ երեխաներ։ 8 հավասար մասի, բայց վերցրել ենք 3 մաս։ Ապա եկեք ասեք, մենք հարց ձևակերպենք, բա քանի մասը մնաց։ 5։ Ապրեք, ինչ կկոչվի այդ 5 մասը։ Ապրեք դուք, շատ ապրեք։ Այդ մնացած մասը կկոչվի երեխաներ։ Դուք գիտեք, որ այս վերցրած մասի, եթե գումարեք մնացած մասը, ապա կստանան 8/8։ Այսինքն 8-ը 8-ի որ բաժանեն, ինչ կստանան։ 1 ամբողջ պիցա։ Չէ՞ երեխեք։ Հասկացա՞ք ու ստացաք։ Այսինքն եթե այս կտրված մասերը վերցրածը եւ այս թողածը բերենք միացնենք իրար, ստանում ենք 1 ամբողջ պիցա։ Այդ ես բերել եմ վերջում մենք կբաժանենք մասերի եւ կհամտեսենք նաեւ մեր պիցան, մեր մրգերը։ Գնացինք առաջ, ուշադիր, խնդրում եմ ձեռքով, պետք է պատասխանենք հարցերին, ինչ պատկեր եք, քանի մասն ենք վերցրել։ Գնացինք, ինչ պատկեր եք։ Եռանկյուն, ուշադիր, ներկելու ենք եռանկյան մի մասը, ձեռքով խնդրում եմ։ Գնում է առաջ։ Քանի մասն ենք ներկել, կարմիրով, ինչ կկոչվի, ձեռքով, ասանայի ջան։ Կկոչվի 1/2։ Ապրես, հավատան եք նայել։ Այո, ներկված մասը 1/2-ն է, ճիշտ է։ Սա ինչ պատկեր է։ Եռանկյուն է։ Ապա ուշադիր, իսկ սա ինչ պատկեր է, չէ՞։ Քառակուսու։ Քառակուսի քանի մասի է բաժանված։ Քանի մասն ենք ներկել։ Ինչ կկոչվի այդ մի մասը։ Կամ 1/4։ Շատ
պատկեր է։ Քանի մասի է բաժանված, արագ հաշվեք։ 6 մասի։ Քանի մասն է ներկա։ Ով կարող է ասել։ Ինչ կկոչվի այս ներկած մասը։ Ապա ասանելի ջան, ինչ կկոչվի։ 2/6։ Այսինքն բաժանել են 6 հավասար մասի, վերցրել են 2-ը։ Մենք այս պատկերի, ուշադիր, այս պատկերը քանի մասի է բաժանված։ Քանի մասի է բաժանված։ 6 մասի, կարմիր գույնով, քանի մասն է ներկա։ Ով կասի, ինչպես կկոչվի կորյունապասը։ Կոչվի 3/6։ 3/6, համաձայն եք կորյուն։ Իսկ ինչ է նշանակում 3/6, ով մեզ կբացատրի։ Բաժանել են 6 մասի, վերցրել են 3 մաս։ Այո, գնացին, ինչ պատկեր է սա երեխաներ։ Քանի մասի է հավասար մասերի է բաժանել։ Քանի մասն է ներկված կարմիրով։ Ապա Մոնթե խնդրում եմ ասա, ինչպես կգրես այստեղ։ 2/3։ Համաձայն եք Մոնթե։ Ապրի Մոնթե, ինչ է նշանակում 2/3։ 3 հավասար մասի վերցրել են 2 մաս։ Եկանք շրջանների, ապա հաշված է բաժանված։ 8 հավասար, այդ 8-ը որտեղ է գրվելու։ Այո, ներքևում է, չէ գրվելու։ Քանի մասն ենք վերցրել։ Ապա արեք խնդրում եմ ասա, ինչպես կգրվի։ 2/8։ Այո, կգրվի 2/8։ Ինչ է նշանակում արեք ջան 2/8։ Նշանակում է, որ մենք բաժանել ենք 8 մասի։ Հավասար։ Բայց վերցրել ենք 2 Բայց վերցրել ենք 2 մասը։ Էլի քանի մասի է բաժանված երեխան։ 8 ինչպիսի մասերի միշտ է բառը պետք է հավասար մասերի։ Ապա ասեք քանի մասն ենք վերցրել։ Ով կասի, ինչ է կոչվում այս 4 մասը։ Ապա այսինքն ինչ է նշանակում 4/8։ Բաժանել ենք 8 հավասար մասի, վերցրել ենք 4 մաս։ Վերցրել են 4 մաս։ Հիմա եկեք այդ նույնը կատարենք գործնականորեն։ Յուրաքանչյուրիդ մոտ կա կամ շրջան ցույց տվեք, կամ քառակուսի սպիտակները, կամ միայն սպիտակները։ Ահա, ինչ պատկեր է ձեզ մոտ աղջիկներ։ Քառակուսի, ձեզ մոտ ինչ պատկեր է։ Շրջան, ձեզ մոտ ինչ պատկեր է։ Ուշադիր, գործնական աշխատանք է կատարվում։ Ծալեք այնպես 2 հավասար մասի եւ նրա մի մասը ներկեք ու վրան գրեք, որ մասն է դա։ Արա, գործնական աշխատանք։ Ու վրան գրեք։ Շուտ-շուտ, ներկեք, սկսեք ներկեք։ Արա, միայն ներկեք մի մասը։ Որ ես տեսնեմ, ինչ եք գրել։ Որ մասն է դա կոչվում, ինչ կոչվի դա։ Ապրես, մեկ է գրեն նուքով գրի, Անենց գրի երևան։ Կոմասերով գրեք նուքով, որ երևան։ Բարձրացրեք տեսնեմ։ Բարձրացրեք տեսնեմ։ Ահա, ապրեք դուք, ապա որ
աշխատանքները եւ ձեր ընկերների աշխատանքները ճիշտ են ներկել ձեր ընկերները։ Որ մասներն եք, քանի հավասար մասի եք բաժանել։ Երկու հավասար մասի։ Քանի մասն եք ներկել։ Չեք կոչվում այդ մեկ մասը, ինչ եք գրել։ Կոչվում է մեկ երկրորդ։ Ապրեք դուք, ճիշտ եք կատարել։ Հիմա ուշադիր, տեսնեմ ինչպես եք հասկանում։ Ինձ մոտ ինչ պատկեր է։ Ուշադիր։ Պետք է դուք տեսնեք, քանի հավասար մասի եմ բաժանել։ Ուշադիր, այստեղ եք նայում։ Քանի հավասար մասի եմ բաժանել։ 4 հավասար մասի։ Եթե ես վերցնեմ սրա մեկ մասը, ինչ կկոչվի սրա մեկ մասը։ Ասա Արեգ, ինչ կկոչվի սրա մեկ մասը։ Ապրի Արեգը, այո, սրա մի մասը կկոչվի մեկ քառ։ Իսկ սա ինչ կկոչվի։ Սա ինչ կկոչվի, ձեռքով, սա ինչ կկոչվի, ակտիվ բոլորը մասնակցում են, քանի մասն է վերցրել, քանի մասն է վերցրել, 3, քանի մասից են 3-ը վերցրել, 4 մասից 3-ը, ինչ կկոչվի սա, նարեք, 3/4 կամ 3/4, եթե 3/4-ին ավելացնեմ այս 1/4-ը, ես ինչ կստանամ, կստանամ 1/4 մաս, այո, հիմա ուշադիր, ձեր սեղանին կան քարտեր, կարմիր և կապույտ քարտեր, ճիշտ հարցեր եմ հղերու ձեզ, ճիշտ պատասխանի դեպքում կբարձրացնեք կապույտ քարտը, սխալ պատասխանի դեպքում կբարձրացնեք կարմիր քարտը։ Պատրաստ եք, իրար չենք նայում, պետք է ուշադիր լինել։ Մեկ ամբողջ խնձոր է, թե կիսված։ Բոլորը բարձրացրի կապույտ, հո իրար չենք նայել։ Ճիշտ է, ապրեք, իմ ձեռքին մեկ ամբողջ խնձոր։ Իմ ձեռքին խնձորը բաժանված է 4 հավասար մասի, համաձայն չեք։ Ոչ, բայց քանի մասի է բաժանված։ 2 հավասար։ Արդյոք սա կոչվում է 1/4։ Ուշադիր, իմ ձեռքին կամ անդարին, դուք հաշվեք նրա բոլոր մասերը, ես պահեմ, հա, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Մանդարինը բաժանել եմ 10 մասի։ Ուշադիր։ Լևոն, արի դու վերցրու մեկ մասը, ցույց տուր ընկերներին մեկ մասը, Լևոնը վերցրել է 10 կտորից, հավասար մասերից մեկ մասը, դուք եք ասելու, Լևոնի ձեռքի կտորը ինչ կկոչվի, եթե կոտորակի տեսքով գրենք, ապա Եվա ջան ասա, ապրի իմ աղջիկը, համաձայն եք Եվայրը։ Այո։ Դե արի, որ համաձայնես, Լևոն, դա քո բաժինն է։ Դու վերցրու քո ընկերուհիների հետ, քանի որ 3-ով եք նստում, վերցրու 3 մասը, Եվա ջան, ցույց տուր, որ 3 մասն ես վերցրել, քանի մասից ես 3-ը վերցրել։ 10-ից։ Ապա կարող ես ասել, ինչ կկոչվի այդ 3 մասը, որ դու։ Վայ ապրի իմ աղջիկը, շատ ապրես։ Նելի ապա արի, դու վերցրու 2 մանդարին, 2 կտոր, ապա կարող ես ասել, քանի մասից վերցրիր այդ 2-ը։ 10 մասից վերցրիր, այո, 10 մասից, կամ մեկ ամբողջի, չէ, ապրես, ինչ կկոչվի քո ձեռքի մասը։ 2/10, համաձայն եք Նելի, ապրի Նելի,
Այստեղ մենք ունենք նաև պիցա, մենք պետք է բաժանենք և համտեսենք, ուզում եմ ես անգամ գա Մարի։ Մարի արի, պիցան բաժանի 2 հավասար մասի։ Արի ես կողմ կանգնի, Մարի ջան, դանակը վերցրու, պիցան բաժանի 2 հավասար մասի։ Ահա, քանի մասի բաժանեցիք, Մարի ջան։ Ես բաժանեցի 2 մաս։ 2 հավասար մասի, հավասար բառը մի ինչ կկոչվի մի մասը։ Մի մասը կկոչվի 1 երկրորդ։ Մասը ինչ կկոչվի։ Էլի 2 հատ 1 երկրորդը որ միացնենք, ինչ կստանա։ 1 ամբողջ։ Կստանա 1 ամբողջ։ Ապրես, հասկացել է, շատ ապրես։ Հիմա Թամարան թող գա, դու էլ բաժանիր 4 հավասար մասի։ Ապա ասա, ամբողջ պիցան քանի հավասար մասի բաժանեցիր։ 4 հավասար մասի։ Ինչ կկոչվի մի մասը։ 1/4 կամ 1/4-ին էլ ինչ ենք ասում։ 1/4։ Ապրես դու։ Հինգն է։ Ապա նարե արի։ 8 մասից դու վերցրու 2 մասը նարե։ Եվ ասամ ես ինչ կկոչվի 8 մասից 2-ը։ 2/8։ Հա կարող է ասել, ես ինչպես գրատախտակին գրեմ նարե 2/8-ը։ Ոնց եմ գրում։ Ինչ գրեմ։ 2, հետո 3։ Բաժանեմ, այո, սա կոչվում է բաժանում, չէ 3։ 8։ Ինչպես կկարդամ սա։ Բաժանել է 8 հավասար մասի, վերցրել եմ 2 մասը։ Տիգրանարի, 8 մասից դու վերցրու այս 3 մասը։ Ահա, ասա։ Ես վերցրել եմ 8 մասից 3-ը, այն կոչվի 3/8։ Ինչ է նշանակում 3/8։ Կար 8 մաս, բաժանել եմ 8 հավասար մասի, վերցրել եմ 3 մաս։ Ապրես դու։ Եկեք անդրադարձ կատարենք մեր դասին, ուշադիր, ես ձեզ պետք է հարցեր խղեմ, դուք պետք է կարողանաք պատասխանել այս հարցերին։ Նշեք 3 բան, որ սովորեցիք այսօր։ Գնացինք, 3 բան ենք նշում, որ այսօր սովորեցինք։ Մենք այսօր սովորեցինք կոտորակը, մասը և ամբողջը։ Ապրի իմ աղջիկը, Նայիրի ջան։ Մենք սովորեցինք այսօր կոտորակով բաժանում։ Մասերի բաժանելը, էլի սովորեցինք Կորյուն ջան։ Մենք այսօր սովորեցինք, որ 4 մասը նաև կոչվում է քառորդ մաս։ Այո, 4-րդ մասին կարող ենք ասել նաև քառորդ մաս, Նարեկ ջան։ Մենք սովորեցինք, թե ինչպես է գրվում կոտորակը։ Այո, նաև սովորեցինք, ինչպես է գրվում կոտորակը, նաև սովորեցինք, որ բացի ամբողջ թվերից կան նաև կոտորակային թվեր։ Հաջորդ հարցը, նշեք 2 բան, որ ձեզ հետաքրքրեց։ Ձեզ, ապա Թամարա, Հետաքրքրեց, որ 4-րդը նաև կոչվում է քառորդ։ Ինչ է հետաքրքրեց ձեզ, Արեք ինչու եք պասի, ինչ է հետաքրքրեց Եվա ջան քեզ։ Ինչ հետաքրքրեց, որ բաժանումը կարող նաև գծով անել։ Ապրես դու, բաժանումը նաև գծով, ինչ է հետաքրքրեց ձեզ 2 բան, Էրիկ ջան ինչ է հետաքրքրեց։ Հետաքրքրեց, թե ինչու է բաժանումը երկար գիծ դրվում։ Կոտորակի գիծ դրվում, քեզ ինչ հետաքրքրեց։ Ինձ հետաքրքրեց, որ երկրորդը կոչվում է նաև կես։ Երկրորդը, 1/2-ը կոչվում է նաև կես, մի բան, որ ձեզ անհասկանալի մնաց։ Կամ դե ասեք, Արմիկա ջանապա խոսի։ Ցամար ոչինչ անհասկանալի։ Ամեն ինչ հասկացար։ Լավ, բացեք դասագրքերը, տնային աշխատանք, տնային աշխատանք,
664-ը տնային, պատկերի 8 սանտիմետր երկարությամբ երկու հատված և նշիր առաջինի 1/3 մասը, իսկ երկրորդի 1/4 մասը։ Կարող ես ասել, թե քանի սանտիմետր կլինեն այդ մասերի երկարությունները։ Չափերով ստուգի։ 8 մասը, եթե երկու մասի բաժանենք, ամեն մի մասը քանի սանտիմետր կլինի երեխաներ։ 4 սանտիմետր։ Իսկ եթե 8 մասը 1/4 վերցնենք, 4 մասի բաժանենք, ամեն մի մասը ինչքան պետք է վերցնենք։ 2 սանտիմետր։ Անհասկանալի որևէ բան չմնաց։ Ամեն ինչ հասկանալի է։ Հասկացանք ինչ է մասը, ինչ է ամբողջը։ Մասերը գումարելով ինչ կստանանք։ Ամբողջը կարող ենք բաժանել անթիվ անհամար մասերի, չէ երեխաներ, կարող ենք երկու մասի բաժանել, երկու մասի բաժանելս ինչ է կոչվում։ Կամ ինչ։ Կես, կարող ենք բաժանել 1/3 մասի, կարող ենք բաժանել 1/4, 1/10, 1/100 մասերի, չէ երեխաներ։ Լավ, այսօրվա մեր դասը այսքանն է, ավարտեցինք, իսկ թվում է ամեն ինչ հասկանալի է ապրեք դուք, շատ լավ մասնակցեցիք դասին, շնորհակալ եմ ձեզանից, որ իմ խոսքը տեղ հասավ, ինձ թվում է տեղ հասավ, չէ իմ խոսքը։ Լավ, ասա Նայիրի ջան, բաղում ես։ Չի շնորհակալ Նայիրի ջան։ Ապրես Նայիրի ջան։ Դե եկեք, ով մանդարին